Նրան տապանում հյուրընկալել է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իրանից սկսենք մեր հարցազրույցը, փաստորեն պաշտոնապես հաստատվեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի մահը։ Սա մի մարդ է, որը համարվում է Իրանի ամենազդեցիկ պաշտոնյաներից մեկը։ Ինձ հետաքրքիր է զարգացումները ինչ ուղղությամբ են գնում եւ այս պահին մեր երկրի համար ինչ արկա ռիսկեր կամ վտանգներ եք տեսնում։ Ես դժվարանում եմ ճիշտ ասած ասել ինչ ուղղությամբ են գնում զարգացումները, ես արևելագետ չեմ։ Ես կարող եմ խոսել միջազգային կոնյունկտուրայի տեսանկյունից, այսինքն ինչ է կատարվում Իրանի շուրջ, ինչ կոնֆլիկտ է սա, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպիսի զարգացում կարող է լինել կամ չլինել։ Որտեղ ես զուտ Իրանի ներսում ինչ որ կատարվում է, ես դրա մասնագետը չեմ։ Իրանի շուրջ հիմա գնում է մեծ գլոբալ պատերազմ Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Սա ազդեցության գոտիների համար պատերազմ է, սա գլոբալ պատերազմ է, սա աշխարհաքաղաքական վերաբաժանման գոտիների վերաբաժանման համար պատերազմ է։ Այն սկսվել է դեռ 16-ին առևտրային պատերազմներից Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև, եւ Իրանը այստեղ մի հանգույց է մեծ տարածաշրջանում, որը կոչվում է Մեծ մերձավոր արևելք, որը պետք է կամ նեյտրալիզացնել, կամ բերել նեյտրալիզացնել հենց բերել թույլ վիճակին է, կամ անել այնպես, որպեսզի այդ հանգույցը աշխատի քո համար, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նպատակը սա է։ Իսրայելը լուծում է իր նպատակները, իհարկե, Իսրայելի համար Իրանի գոյությունը գոյաբանական էկզիստենցիալ խնդիր է, եւ նրանք մեծ հաճույքով ընդհանրապես կոչնչացնեն Իրանը որպես երկիր, կմասնատեն, քաոսի կվերածեն, եթե կարողանան դա անել։ ԱՄՆ-ի պարագայում լրիվ այլ նպատակներ են, նրանք պետք է Չինաստանի տակից Իրանը հանեն, որովհետեւ Իրանը դա նավթ է, Իրանը դա էներգոռեսուրսներ է, եւ որևէ մեկը չի բացառում, որ կարող է լինել պահ, երբ որ Իրանը կարող է այդ նույն արաբական երկրների հետ, որոնք հիմա հրետակոծվում են իր կողմից, գալ կոնսենսուսի եւ էներգակիրները սկսել վաճառել Չինաստանին։ Սա շատ կարեւոր բան, մի հանգամանք է։ Սա ընդհանուր իրավիճակն է, բայց մենք տեսնում ենք, որ Իրանը կարողացել է փաստացի փակել Օրմուզի նեղուցը, այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ իրենք են որոշում, որ նավերը կանցնեն, որ նավերը չեն անցնի, ինչը բերել է էներգակիրների առաջին հերթին նավթի գների կտրուկ աճին, ինչը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի համար եւ նրա պայմանավորվածությունները Պուտինի հետ, Թրամփի դրա վառ վկայությունն են։ Փաստացի այս պահին ինքը թույլ է տվել, որ Պուտինը նավթ վաճառի։ Սա ինչ վերաբերվում ընդհանուր իրավիճակի, ես դիտարկում եմ այսպես։ Հիմա թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Եվ մեզ համար ինչ ռիսկեր կամ վտանգներ կան։ Ես չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ կա ամենանեգատիվ սցենարը եւ ամենապոզիտիվ սցենարը, դրականը եւ բացասական, ամենանեգատիվը դա Իրանի սիրիացումն է, այսինքն երկարատև քաղաքացիական պատերազմ, եթե ժողովուրդը դուրս է գալիս փողոց։ Իսկ Լարիջանի սպանությունից հետո այդ հավանականությունը աճել է իրականում եւ դա մեզ համար շատ բացասական սցենար է, որտեղ մեր սահմանների վրա իսլամական ահաբեկչություն, տարբեր խմբավորումներ, թուրքական, ինչպես էին ասում, թուրքական խմբավորումներ, մի խոսքով ես չեմ ուզում շարունակեմ։ Եվ երկրորդ սցենարը ամենադրականն է, բայց այստեղ էլ կան խութեր, դա եթե Իրանում լինի հնարավորինս արագ իշխանափոխություն, երբ որ մենք ասում ենք հնարավորինս արագ, խոսքը գնում է ամիսների մասին, օրերի մասին չի, արդեն դա մենք տեսնում ենք, որ օրերի ընթացքում դա հնարավոր չէ։ Բայց այստեղ էլ է հարց է առաջանում։ Մենակ ես այն մարդկանցից եմ, որոնք պնդում են, որ պրո-ամերիկյան Իրանը մեր շահերից է բխում, հա, Հայաստանի Հանրապետություն, բայց տեսեք, փաստորեն այստեղ էլ խնդիր կա։ Իսկ ով է ասել, որ եթե Իրանը դարձավ պրո-ամերիկյան պետություն, TRIP պրոյեկտը կշարունակի ակտուալ լինել։ Եվ իրականացնել։ Այո, TRIP կարող է իր ակտուալությունը կորցնել առնվազն,
կարող է դառնալ երրորդական, չորրորդական, հա, հինգերորդական ինչ-որ մի ուղղություն, որպես ալտերնատիվ ԱՄՆ-ի համար, դեռ հասկանալի է, որ Իրանի տարածքով Թուրքիա, Իրան, օրինակ Թուրքմենստան շատ ավելի լավ ճանապարհ նրանք կարող են ստանալ, քան Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծով, հա, այստեղ լաստանավի խնդիր կա մի խոսքով։ Դրա համար սա էլ մի այլ իրականություն է, որը եւս կարող է մեզ համար լինել մարտահրավեր։ Այս երկու սցենարն են։ Ես այս հարցը տալիս էի նաև այն քննադատությունների ֆոնին, որոնք հնչում են ուղղված գործող իշխանություններին, ասում են հարևանությամբ ինչ է կատարվում, իսկ դուք ձեր այդ նախընտրական տրամադրությունների մեջ եք, չնայած որ ընդդիմությունն էլ է նույն այդ տրամաբանության ներքո։ Գործող իշխանությունը բարբերաբար անցեկացնում անվտանգության խորհրդի նիստեր եւ քննարկում է իրավիճակը Իրանում, միանշանակ պատճառը դա է։ Ես կարծում եմ, որ որոշակի լուծումներ են այդ հանդիպումների ժամանակ գեներացվում, ինչ պետք է անեն իրենք։ Օրինակ, ես ուղղակի ուզում եմ քննադատներին հասկանալ։ Այն որ նախընտրական կամպանիան շատ շուտ է մեկնարկել, դա ակնհայտ է եւ որևէ լավ բան այստեղ չկա։ Այն որ բոլոր ուժերը արդեն մասնակցում են այդ կամպանիայում, դա էլ է ակնհայտ։ Բայց ես նույնպես եմ ասում, Հայաստանի իշխանությունը ինչ պետք է անեն այս վիճակում։ Մենք շատ փոքր երկիր ենք, մենք չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Տեսեք Ադրբեջանը իրեն ոնց է պահում։ Այդ տարօրինակ հրթիռը չէ, դրոնը, որը հայտնվեց Նախիջևանում Ալիևի հոխորտանքը դրանից հետո հիմա միանգամից երկը փոխել է Թուրքիայից հայտարարություններից են սկսել, շատ ավելի զուսպ է դարձել Ալիևը։ Իրավիճակը բարդ է, իրականում շատ բարդ է եւ ես նորից եմ ասում, ես ցավոք մասնագետ չեմ, ես չեմ կարող շատ խորը վերլուծություններ ներկայացնել ձեզ այս հարցում, բայց ընդհանուր համաշխարհային գլոբալ կոնտեքստ այս պատերազմի հետևյալն է, որը ես ասացի, դա ԱՄՆ-Չինաստան հակամարտությունն է։ Հիմա նախընտրական տրամադրություններին եւ ըստ էության ոչ ֆորմալ քարոզարշավին անդրադառնալով, պարոն Ստեփանյան, Փաշինյանը հստակ բաժանեց քաղաքական դաշտը, ասաց, որ ԿՊ կուսակցությունը միակ կուսակցությունն է, որը խաղաղության կողմնակից է, իսկ մնացած բոլորը պատերազմի կուսակցություն են։ Մենք երկար ժամանակ լսել ենք տարբեր վերլուծություններ, որ ժամանակին մեր նախկին իշխանությունները հանրությանը համոզում էին, որ մենք ինքնիշխան ենք, անկախ ենք, ունենք ուժեղ բանակ եւ հարկ եղած դեպքում կարող ենք պատերազմել Ադրբեջանի դեմ եւ հաղթել։ Հիմա Փաշինյանը փաստորեն հակառակն է ասում է, որ պատերազմի ներուժ չունենք, հետեւաբար պետք է հրաժարվենք բոլոր այն խոսույթներից եւ արժեքներից, որոնք կգրգռեն հակառակորդին եւ ինչ որ մի պահի կհանգեցնեն պատերազմի։ Արդյոք Փաշինյանը եւս չի խափում ժողովրդին, պարոն Ստեփանյան, երբ այսպես խտացնում է գույները եւ հարցը դնում է պատերազմ թե խաղաղություն այդ հստակ բաժանման ներքո։ Ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերին աշխարհի բոլոր ծայրերում այդպեսի բան կա, հա, իրենք շատ են սիրում գույները խտացնեն, ինչպես դուք ասում եք, մանավանդ, հա, նախընտրական շրջանում։ Այսինքն այն ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը, ու այսպես ասեմ, մեղմ ասած իրականությունից տարբերվում է։ Այն ինչ տարիներով մեզ ասում էին ոչ միայն նախընտրական շրջանում, պարոնայք Տեր-Պետրոսյան, Սարգսյան, Քոչարյան եւս տարբերվում էր իրականությունից եւ մենք ցավոք դա տեսանք 44 օրյայի արդյունքում։ Հիմա արդյոք քաղաքացիական պայմանագիրը դա միակ ուժն է, որը ցանկանում է, որ Հայաստանում լինի խաղաղություն։ Միանշանակ ոչ։ Արդյոք բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններում, դա պատերազմի ուժեր են։ Միանշանակ ոչ։ Բայց կա այսպեսի հարց, որ ուժերը ինչ ռետորաբանություն են օգտագործում եւ ինչ քաղաքականություն եւ ինչ քաղաքականության ջատակով են լինելու, եթե դառնան իշխանություն։ Դա հերթական անգամ առաջ է գալիս չարչրկված Ռուսաստանի հարցը իր շահերով։ Ռուսաստանը ակնհայտ կերպով շահագրգռված չէ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինի խաղաղություն։ Սա ուղղակի աքսիոմ է։ Դա նշանակում է մեկ բան. եթե Հայաստանում լինի իշխանափոխություն եւ կան ուժեր, որոնք լինելու են պրոռուսական, սատելիտներ են լինելու, Մոսկվայի սատելիտներ են լինելու, նրանք այդ խաղաղությունը չեն ապահովելու, որովհետեւ իրենց տերերին դա պետք չէ, դա փաստ է։ Ինչ են անելու, խոսելու են Արցախ վերադարձից։ Օրինակ տորպետա հարելու են թրիպը։ Ես չեմ ասում ուղիղ դուրս են գալու եւ ասել են մենք համաձայն չենք, մենք ինչպես Քոչարյանն չէ ասում էր զանգենք, ասենք ստոպ։
Թրամփին ասենք stop, հա։ Չէ, չեն ասել stop, բայց վրացական երազանքի ճանապարհով են գնալու, այսինքն ինչ որ օրենքներ են ընդունելու, իննու ագենտների տիպի օրենքներ, որոնք փչացնելու են մեր հարաբերությունները ավտոմատ կերպով ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջև։ Ինչ է հարցականի տակ է դնելու բոլոր նախագծերը, որոնք իրականացվում են այս պահին Հայաստանում Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ։ Ձեռագիրը սա է լինելու։ Ուղիղ չեն անելու դա, հա, անելու են տակից։ Իվանիշվիլյան Վրաստանը, ես միշտ ասում եմ, մեզ համար լակմուսի թուղթ է։ Ինքը շատ լավ օրինակ է։ Երբ որ մենք հետևում ենք ինչ է կատարվում այս պահին Վրաստանում, մենք պետք է հասկանանք, որ այդ ամենը մեզ է սպառնում։ Սա է իրենց ձեռագիրը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր այլ ճանապարհով է գնում։ Ես ողջունում եմ այդ ճանապարհը դեպի խաղաղություն անայլընտրանք է։ Այլ հարց է, որ մենք այդ ճանապարհին այլևս ոչ մի զիջումի իրավունք չունենք, որովհետև բոլոր զիջումները, որոնք արվել են պատերազմի արդյունքում, արդեն արվել են։ Դուք զիջումներ նաև ֆիզիկական զիջումներ նկատի ունեք։ Երբ որ ասում է Արցախի գիրքը նվիրելու համար պետք է հեռանա Թանգարան ինստիտուտի տնօրենը եւ այդ հարցը չպետք է քննարկվի։ Նիկոլ Փաշինյանը ավելի մեծ կաթողիկ է, քան Հռոմի Պապը։ Ես այսպես եմ դրան վերաբերվում, ես կարծում եմ դա ճիշտ դիրքորոշում չէր։ Ընդհանրապես այդ պատմությունը մի տեսակ ինձ համար մութ պատմություն է, որովհետեւ գիտեք, այդպիսի այցերը ինքը արարողակարգային այց է։ Վենսի այցը ծիծեռնակաբերդ ինքը արարողակարգի մաս է։ Ես չգիտեմ վարչապետի արարողակարգն է դա անում, թե արտաքին գործերի նախարարության, սա իրենց կիքսն է։ Այսինքն, եթե իրենք կազմակերպել են այդ այցը եւ միջև այդ ծիծեռնակաբերդի տնօրենին չեն ասել, ինչ կարելի է խոսել, ինչ չի կարելի խոսել, իսկ այդ պահին տնօրենը ոչ թե գիտնական է, այլ պաշտոնական անձ է, պետական պաշտոնական անձ, որը հյուրընկալում է ԱՄՆ փոխնախագահին ծիծեռնակաբերդում։ Եթե նրանք դա չեն արել, դա իրենց կիքսն է։ Եթե արել են, բայց դրանից հետո տնօրենը իրենց հորդորները, հա, իրենց ինստրուկցիաները չի լսել եւ արել է այն, ինչ արել է, ուրեմն դա իր մեղավորությունն է։ Այստեղ է հարցը, խնդիրը այստեղ է։ Որևէ մեկը երբևիցե չի կարող Տիկին Գզոյանին արգելել զբաղվել գիտական գործունեությամբ, ցեղասպանության մասին գրքեր գրել կամ չգիտեմ Սումգայիթի ջարդերի մասին գրքեր գրել, այն տարածել, որևէ մեկը չի կարող դա անել։ Բայց իրենք կարող են արգելել այդ մասին խոսել ԱՄՆ փոխնախագահի հետ, որովհետև դա պետական արարողակարգի մաս է, իսկ ինքը տվյալ դեպքում ընդհանրապես պետական պաշտոնյա, որը պարտավոր է հետևել այդ արարողակարգին։ Ես այսպես եմ տեսնում այս իրավիճակը։ Հիմա դա դնենք մի կողմ։ Դա երկրորդական հարց է։ Հայաստանի մոտեցումները այս պահին խաղաղությունը այլընտրանք չունեցող գործընթաց է, բայց ես նորից եմ ասում, մենք այլևս չենք կարող զիջումներ անել այս ճանապարհին։ Եվ ես չեմ դիտարկում որպես զիջում ինչ-որ հայտարարություններ, որոնք արվում են, օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմից, հա, երբ որ նա ասում է մենք պատրաստ ենք ճանապարհ տալ Ադրբեջանին, որը կկապի իրեն Նախճեվանի հետ, այլ ճանապարհ բացի Թրիպից։ Դա հայտարարություններ են, քաղաքական հայտարարություններ են, դա զիջում չէ։ Ինձ համար զիջում կարող է լինել, օրինակ, եթե մենք սահմանազատում անենք եւ այն տարածքները, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, օրինակ Ջերմուկում կամ Սեբրիչի մոտ, մնան Ադրբեջանում, այսա կլինի զիջում։ Բայց մենք դրան չենք հասել։ Ինձ համար զիջում կլինի, եթե մենք Տիգրանաշենը հանձնենք Ադրբեջանին, որը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, եւ տեղը նույնիսկ ստանանք Արծվաշեն, որ մեզ ընդհանրապես պետք չի։ Ռազմավարական մոտեցումը եթե լինի, հա, սա է զիջումը։ Հայտարարությունները դա զիջումներ չեն։ Դա քաղաքական կոնյունկտուրայի մաս է։ Ես այսպես եմ տեսնում իրավիճակը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Ստեփանյան, ասացիք իշխանափոխությունը վատ սցենար կլինի մեր համար, որովհետև մենք փաստացի, այո, կհեռանանք խաղաղությունից, կլինի պատերազմ, բայց ուզում եմ հարցին Ես չեմ ասում կլինի պատերազմ, ես ասում եմ դրա հավանականությունը աճելու է։ Այո, հիմա հարցին մեկ այլ տեսանկյունից մոտենանք, եթե Ռուսաստանում այո կան Կրեմլում կան շրջանակներ, որոնք այստեղ կցանկանան, որ իշխանափոխություն լինի, բայց այդ շրջանակները ենթադրենք շատ լավ ծանոթ չեն կամ խորությամբ չեն զգում հանրային տրամադրությունները, մենք նույնը չենք կարող չի ասել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Քոչարյանի մասին, այս մարդը փաստորեն անակնկալ չէր իր դեմքով նորից մտնում է ընտրապայքարի մեջ առաջին նախագահը հայտարարում է որ պետք է միանալ Սամվել Կարապետյանին համախմբել եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին մենք հիշում ենք 2021 թվականի պատմությունը երբ Քոչարյանը ըստ էության մտավ պայքարի մեջ եւ Նիկոլ Փաշինյանը հաղթեց հիմա ինձ հետաքրքիր է այս մարդիկ եւս իրականությունից կտրված են չեն զգում հանրային տրամադրությունները եւ այսպիսի հայտարարություններ են անում իսկապես հույս ունենալով որ կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին թե այնուամենայնիվ շատ լավ գիտեն ինչ է կատարվում, շատ լավ ծանոթ են հանրային տրամադրություններին եւ իրենք իրենց հայտարարություններով պարզապես օգնում են Նիկոլ Փաշինյանին։ Բոլորը շատ լավ գիտեն ինչ է կատարվում, բայց ինչ է կատարվում, եկեք դա էլ հասկանանք։ Հայաստանում կա
մարդկանց զանգված, որը միջև այս պահը ունի պրոռուսական տրամադրվածություն։ Այս չի որ բոլորը հասկացել են Ռուսաստանի դերակատարումը։ Մարդկանց հետ շփվում, ես դա տեսնում եմ։ Այդ մարդիկ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, ես չգիտեմ Սերժ Սարգսյանը գնալու է թե ոչ, նրանց պոտենցիալ էլեկտորատն են։ Իրենց խաղադրույքը դնում են այդ մարդկանց վրա։ Կան չէ՞ մարդիկ։ Եթե չլինեն, չէին անի։ Իրենք հասկանում են, որ իրանք այլընտրանք չունեն։ Ցանկացած մարդ, որը հասկանում է ինչ է արել մեզ հետ Ռուսաստանը, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը հասկանում է ինչ է արել մեզ հետ այդ բոլոր նախկին նախագահների ռեժիմները, որոնք տարիներով, տասնյակ տարիներով սպասարկել են այդ Ռուսաստանի շա, երբեք նրանց ձայն չեն տա։ Բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում հասկանան։ Չեն ուզում, ինչ անենք։ Ինչքան էլ մարդիկ փորձում են իրենց բացատրել, ինչքան էլ իրենց աչքով են տեսնում վերաբերմունքը Ռուսաստանի, Հայաստանի նկատմամբ, չեն ուզում հասկանան։ Ինչ անենք հիմա։ Դրա համար իրենք խաղադրույքը դնում են այդ մարդկանց վրա։ Եվ կարևոր չէ, որ իրենք անուղակի նաև գուցե աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Դե իրենց նպատակը այս պահին մաքսիմում դա իշխանափոխությունն է, ինչի հույսը կա, բայց շատ ցածր է, շանսերը շատ ցածր են եւ մինիմումը դա Պարլամենտում հայտնվել մանդատ ստանալը եւ շարունակել այդ խեղկատակությունը, որը 18-ից 21-ից հետո Պարլամենտում կա։ Այսինքն քաղաքական պայքարի իմիտացիա է տեղի ունենում մեր խորհրդարանում։ Իրենց բիզնես շահերի, իրենց թալանացի պաշտպանությունը այդ իմիտացիայի միջոցով, թե որ մեկին բռնում են, մի անգամից ինչ են ասում առաջ, ասում քաղաքական հայացքների համար են բռնել, չէ՞։ Գողին բռնում են, ասում քաղաքական հայացքների համար, որը գող չի։ Դահակը մի հրանը, ասում են ինքը քաղաքական հայացքների համար է, որ հիմա փախել է, ինքը գող չի եղել։ Ասենք մարդ, որը առաջի կոռուպցիոներներից մեկն է եղել Հայաստանում, երբ զբաղեցրել է պաշտոն, եւ դա հարցեր է առաջացնում այն մարդկանց, ովքեր նշանակել են իրեն այդ պաշտոնը, եւ այդպեսի միհրանները տասնյակներ են Հայաստանում։ Իրենք նպատակը դա է պլան մինիմում եւ պլան մաքսիմում։ Իրենք գնալու են այդ ճանապարհով եւ իրենք եթե ընտրվեն, ես ձեզ կարող եմ այս պահին երաշխավորել։ Իրենք մանդատները վերցնելու են։ Այսինքն իրենք իշխանություն չլինեն, բոլորը շատ խելոք մանդատները վերցնելու են, հայտնվել են խորհրդարանում։ Սամվել Կարապետյանի հնարավորություններն էլ ցածր կգնահատեք այդ ուժի։ Ես որևէ մեկի հնարավորությունը ցածր չեմ գնահատում։ Ուզում եի հասկանալ, երբ որ ասում եք իրենց շանսերը փոքր են, դուք հավաքական եք ասում ռուսամետ ուժերի այո, ես նկատի ունեմ, որ իրենք ունեն շատ փոքր շանս կոնսոլիդացվել Գյումրի 2 սցենարով եւ դառնալ իշխանություն։ Այդ հավանականությունը կա, այնպես չի որ չկա, բայց ցածր է։ Բայց իրենք կարող են դառնալ եւ ոչ թե կարող են դառնալ, դառնալու են նորից ընդդիմություն, չակերտավոր համակարգային ընդդիմություն եւ այդ խեղկատակությունը խորհրդարանում նորից շարունակվելու է։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր պետք է գնան եւ իրենց ընտրեն, պետք է դա շատ լավ հասկանան, որ իրենք խեղկատակներ են ընտրելու, որոնք պարլամենտի ամբիոնը օգտագործելու են ոչ թե իրենց ձայնը լսելի դարձնելու սեփական ընտրողներ, սեփական ամբիցիաները եւ կաշվե շահերը, հա, գողոնը պահելու նպատակով։ Մարդիկ դա ինչպես պետք է հասկանան, եթե իշխանությունը անուղակի կամ ուղակի օգնում է նաև այդ ընդդիմության ձևավորմանը։ Իշխանությունը ընդհանրապես ոչ մի բան չի անում այդ ուղղությամբ։ Ինչպես է օգնում օրինակ ասած։ Ասում են ամեն հնարավոր առիթով խոսում են մեր ձևովի մասին, Սամվել Կարապետյանի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին եւ ոչ մի խոսք չկա դաշտում հայտ ներկայացրած եւ հանրությանը քիչ հայտնի ուժերի մասին։ Վտանգ չեն տեսնում այդ ուժերից։ Վտանգ չեն տեսնում։ Սա է խնդիրը։ Եվ սա մեր խնդիրն է։ Ես շատ կցանկանայի, որպեսզի խորհրդարանում հայտնվեն ձեր կողմից բոլոր թվարկած ուժերը։ Կարևոր չի, որ ուժերը կլինեն այն ուժերը, որոնք այլ ուղղություն, այլ արժեքներ ունեն։ Ու այսպես ասած, հա, պայմանական արևմտամետ։ Ես միշտ ասում եմ, դա պայմանական է, այնպես չի որ կա զուտ արևմտամետ եւ պրոռուսական ուժեր։ Իշխանությունը ոչ մի բան չի անում, ուղղակի չի անում։ Որ իշխանությունը ինչ պետք է անի, իշխանությունը պետք է արգելի, հա, իսկ դրա համար հիմքեր կան, որ այդ ուժերը մասնակցեն, ձեր նշած։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ միջև այս պահը այդ հնարավորությունը դեռ պահպանվում է, որ կարող են արգելել։ Արգելելու են թե ոչ, չեմ կարող ասել։ Ամփոփելով Գզոյանի դեպքին իհարկե անդրադարձակ, պարոն Ստեփանյան, բայց այդ իրադարձության ֆոնին մտահոգություն չկա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եթե վերարտադրվի, մենք ինչ որ պահի կսկսենք ուղիղ բռնապետության ճանապարհը բռնել։
Երբ որ հայտարարվում է պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, ով իմ ծրագրից շեղվում է, իմ քաղաքականությունից շեղվում է, նա չի կարող շարունակել երբեք չի կարելի այդպիսի հավանականությունը բացառել։ Մանավանդ երբ որ մեկ անձը գտնվում է իշխանության ղեկին 10 տարուց ավել։ Օրինակ, հա։ Մենք չենք կարող դա բացառել, բայց ես հույս ունեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում հասկանում են ինչ վտանգներով է դա հղի, հիշում են ինչպես են իրենք եկել իշխանության, ինչի արդյունքում են եկել իշխանության եւ դա չեն մոռանալու։ Ես այդպես եմ կարծում, որտեղ հակառակ դեպքում իրենք էլ մեկ օրվա ընթացքում կարող են այդ իշխանությունից զրկվել եւ զրկվել փողոցի միջոցով։ Հիմա փողոցը ինչի է։ Անդիմությունը միշտ ինչ է ասում համակարգային, ժողովուրդը պետք է փողոց դուրս գա, չէ՞։ Ի ժողովուրդը փողոց դուրս չի գալ, թե բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանները դա լեգիտիմ իշխանություն է, որ ձևավորվել է բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Այսինքն այդ դաշտը մտնելը հենց իրենց համար շատ վտանգավոր է, որովհետեւ այդ ժամանակ ժողովուրդը կարող է փողոցում հայտնվել։ Չէ, լեգիտիմ ճանապարհով ձևավորվել է, բայց կա քաղաքականության առանձին դրվագներ, որոնց հետ հանրությունը մեծ հաշվով համաձայն չէ։ Իհարկե կա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած մեծամասնություն դա ընդհանրապես խնդիր է դրա համար։ Օրինակ շատ լավ կլիներ, եթե այս ընտրություններում լիներ կոալիցիոն կառավարություն, այսինքն այնպես ինչպես Երևանի ավականու ընտրությունների արդյունքում, որ քաղաքացիական պայմանագիրը կոալիցիոն գործընկերների կարիք ունենար, բայց այն ինչ որ կատարվում է այսօր ընտրական օրենսգրքի իրավիճակը ես որ տեսնում եմ, ես հասկանում եմ, որ իրենց խաղադրույքը հերթական անգամ այն է, որ ձևավորեն այդ մեծամասնությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ գործող բոլոր օրենքները սահմանադրությունն ընտրական օրենսգիրք նրանց այդ հնարավորությունը տալիս է։ Ինչ խոսք, սա ոչ այնքան բարձր մակարդակի ժողովրդավարություն է, բայց դա ժողովրդավարություն է եւ այն ժողովրդավարությունն է, որը այսօր տարածաշրջանում առաջինն է, ցավոք։ Դա մեր լավ կյանքից չէ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հայկական ժողովրդավարությունը շատերի կողմից, այդ թվում նաև Եվրամիության եւ ԱՄՆ-ի ղեկավարության կողմից հիշատակվում է որպես օրինակելի։ Եվ քաղաքացիական պայմանագիրը դա օգտագործում է եւ ցանկացած իշխանություն դա կօգտագործի։ Ես չեմ ասում դա լավ է, բայց նրանք դա անում են եւ դրա համար հիմքեր ունեն։ Բայց ես հույս ունեմ, որ իրենք այդ իրենց, այսպես ասեմ, չափերը շատ լավ գիտեն եւ հասկանում են, որ այդ սահմաններից դուրս գալը առաջի հերթին վտանգավոր է լինելու իրենց համար։ Սահմանադրություն ասացի, հիշեցի, որ այսօր Սրփույգ Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրությունը չի ունենալու ներածություն, իսկ անկախության հռչակագրին հղումը եղել է նոր ներածության բաժնում, մեր գործող սահմանադրության դեպքում ներածության բաժնում է։ Դուք կարծում եք հանրությունը կընկալի մեծ հաշվով այս փոփոխությունը, նոր սահմանադրությունը ընկալելի ընդունելի կլինի։ Ես կարծում եմ, որ այս առումով խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են հունիսի 7-ին, լինելու են այսպիսի պայմանական primary-ից, այդ նախաբանն են լինելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ եթե քաղաքացիական պայմանագիրը ունենա հաղթանակ, համոզիչ հաղթանակ, շատ մեծ շանսեր են լինելու, որ ժողովուրդը ընկալելու է նաեւ դա։ Որովհետեւ մարդիկ, ովքեր ձայնը տալու են Նիկոլ Փաշինյանին, դա տրամաբանական է։ Նաև այո են ասելու սահմանադրությանը, որտեղ չի լինելու այդ նախաբանը։ Ես այսպես եմ հասկանում իրավիճակը։ Եթե իրենք կարողանան հաղթահարեն, դա մարտահրավեր է, ես նախապես ասեմ, հա, սահմանադրական հանրաքվեն մարտահրավեր է լինելու իշխանության համար։ Բայց տրամաբանությունը հետևյալն է, եթե դու ասում ես այո քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին, դու ասելու ես այո նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծին, որովհետեւ տրամաբանական չի լինի, եթե դու ասես ոչ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։